Կռիվ է ընկել հայերի ու վրացիների միջև Երևանյան Եվրանեստից հետո։ Եթե պարզ ժողովրդական լեզվով ասենք, կռիվը գցում են երկու հարևանների մեջ, իրենք թողնում գնում։ Երևանի ու Թբիլիսիի հարաբերությունները լարվել են, քանի որ Եվրանեստում ընդունված բանաձևը կասկածի տակ է դնում Վրաստանի իշխանության լեգիտիմությունը, կեղծված համարելով Վրաստանի վերջին խորհրդարանական ընտրությունները։ Ես չեմ կարծում, որ աղմուկ կա, ես կարծում եմ Հայաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը պնդում է, Վրաստանի իրենց գործընկերների հետ մշտապես կապի մեջ են, լիակատար փոխըմբռնում ունեն տարբեր հարցերի շուրջ։ Խանդանյանը պարզաբանում է, վրացիներին բարկացրած ձևակերպման հետ իրենք ոչ մի առնչություն չունեն։ Հակառակն է պնդում Վրաստանի խորհրդարանի փոխնախագահը Նինո Ցիլոսանին զարմանում է։ Աղմկոտ բանաձևն ընդունած Հայաստանի իշխող մեծամասնությունը անվստահություն է հայտնում Թբիլիսի այցելած Փաշինյանին։ Հայաստանի վարչապետը պաշտոնական այցով Վրաստանում էր և տարբեր հանդիպումներ է ունեցել ժողովրդի կողմից ընտրված կառավարության հետ։ Աջակցելով մի բանաձևի, որը պնդում է, թե Վրաստանի կառավարությունը լեգիտիմ չէ, նրանք անվստահություն են հայտնում իրենց իսկ վարչապետին։ Խանդանյանը շարունակում է արդարանալ, քվեարկության է դրվել ամբողջական բանաձևը, որը եվրոպացի զեկուցողներն են ձևակերպել։ Վրաստանի մասին պարբերությունը իրենք չէին կարող փոխել կամ հանել։ Ամեն ինչի մասին է բանաձևը, Հայաստանի մասին, Ադրբեջանի մասին, Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի, այս բոլոր երկրների եւ Եվրամիության հարաբերությունների մասին է։ Խանդանյանի խոսքով Երևանյան բանաձևում շատ կարևոր ձևակերպումներ են եղել։ Կարևորվել են հայ-ադրբեջանական Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթղթերը, սահմանազատման գործընթացի շարունակականությունը, Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքի դուրսբերումը, կոմունիկացիաների ապաշրջափակումը եւ խաղաղության հաստատումը հարավային Կովկասում։ Եվ ակնհայտ է, որ Հայաստանը չէր կարող դեմ քվեարկել այս ամբողջական բանաձևին, այսինքն ամբողջական բանաձևին մենք կողմ ենք քվեարկել։ Բայց կային նաև պարբերություններ Վրաստանի մասին, որը Վրաստանի կառավարող ուժին դուր չեն գալիս, դա կոպիտ ասած մեր գործը չէ։ Ամեն ինչ լավ ծանրութեթև պետք է անեն ԿՊԱ-ականները, հատկապես երբ հարցը վերաբերում է հարևան Վրաստանին, ասում է Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նրա խոսքով իշխանականները պետք է ձեռնպահ քվեարկեին բանաձևին, որպեսզի չլարվեին Վրաստանի հետ հարաբերությունները։ Բանաձևը ընդունել են, գնացել է, բայց Հայաստանի Հանրապետության համար կրկնում եմ, սա կենսական նշանակություն ունի եւ կենսական նշանակության հարցերում պետք է ավելի զգուլ ու ավելի ճկուն լինեն։ Սա ոչ թե գիտեք ինչ Հայաստան Զիմբաբվե հարաբերություններն է կամ Հայաստան-Կոստա-Ռիկա հարաբերությունները, սա մեր ռազմավարական գործընկերոջ, սա մեր հարևան երկրի հետ հարաբերությունների հետ գործ ունենք, մեր զարկերակն է։ Ընդդիմադիր падգամավորը չի բացառում նաև, որ Թբիլիսին հայ բեռնափոխադրողների համար փոքրիկ խնդիրներ ստեղծելով փորձի դաս տալ Հայաստանի իշխանությանը։ Կարա եւ վրացական կողմը ասի ձեռք բերված պայմանավորվածությունները առ ոչինչ չեն, որովհետեւ դուք ինձ լեգիտիմ իշխանություն չեք համարում։ Կարնե Մանգասարյան, Միլենա Պողոսյան եւ Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։